Ինչ մեղադրանքով պետք է պատժվի Նիկոլ Փաշինյանը։ Ես չգիտեմ, այսքան հողեր հանձնելը, խոսքից հետ կանգնելը ինչքանով ճիշտ է։ Ես չգիտեմ, ես դա եմ նկատում։ Մնացածը արդեն ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց ակնհայտ երևում է։ Մի բան ասում եմ, մյուսը արվում, դա անցանկալի երևույթ է։ Իր անտրված օրվանից ինքը պետք է պատժվեր։ Վաղուց, այո։ Ամեն ինչի համար էլ պետք է պատժվի, որ ոչ մի բան չի կարող անել այնց ոնց որ պետք է ես։ Իմ կարծիքն է դա չունեմ։ Իմ կարծիքով ինքը սխալ է։ Հələ չի հասկանում քաղաքականություն։ Մեծանալուր։ Չգիտեմ, դե ազգի տեղը պատասխանատվություն ինքը չպետք է կրի մենակ, էլի։ Ինքը իր չէ, դե հաշվի առնի խելացի մարդկանց կարծիքը, ինքնուրույն չպետք է որոշի էլի ամեն ինչ։ Դրա համար պետք է պատասխան տա։ Ազգի տեղ ինքը չի կարող որոշի, ոչ ինքը շատ բաներ է թույլ տալիս, որ երևի չի կարելի իրան պես կամ էլ ինքան խառնի որ աղջիկ չան, մի չես կարող ասես որն է ճիշտ, որն է սխալ, բարդ է մի քիչ։ Ամենևս իմ կարծիքով որ ինքը պետք է պատասխան տա բոլորի առաջ։ Որտեղ ինքը ղեկավարն է, միայն իր որոշումով ու կարծիքով չի։ Ամենագետն էլ նա չի։ Հաշվի առնի իմաստուն մարդկանց, խորհուրդները, ազգի առանձնահատկությունները, լավ շատ խորը մտածել է պետք։ Այս քայլերը ռակավոյ է Հայաստանի համար։ Պետք է օգնենք, որ բոլորս միասին լինենք ու կարողանանք ապահովենք մեր հայրենիքը, մեր երկիրը, մեր սահմանները։ 100%-ով։ Իմ համար մեկա չի պատժվելու։ Պատժվելու է։ 10 տարի բողոքում ենք, որ պատժվի, բայց չի պատժվում։ Մենք ենք պատժում իր փոխարեն։ Ճիշտ չեմ ասում։ Ճիշտ է, սաղիրան են մեղադրում, բայց ես հələ որտես բան չեմ տենում, էլի։ Այնպես չի էլի, որ ես իր երկրապագուն եմ։ Բայց բաներ կան, ես չեմ կարող էլի ասեմ։ Ես չեմ ուզում իր համար խոսամ, չեմ ուզում անգամ անունը լավ։ Նիկոլ Փաշինյանը թող պատժվի։ Հանրապես պիտի պատժվի իր թիմն էլ հետը։ Բոլորիս Աստված է ստեղծել, Նիկոլին էլ է Աստված ստեղծել ու կարգել է որպես ղեկավար մեզ։ Ես այդպես եմ հասկանում։ Ես այդ պոլիտիկայից շատ հեռու եմ։ Դե բոլոր ռազմերի համար։ Ինչի համար, Արցախը անցնելու համար, համացանցակիրներու համար, բոլորի համար։ Արեք ես կասեմ ավելի լավ կասեմ մեր հայ ազգի մասին, որ մեր հայ ազգը թակավոր չի սիրում։ Թակավոր չի սիրում, դա շատ վատ է։ Ծովից Հայաստանից ինչ դարանք մի կտոր, ինչի համար որ թակավոր չենք սիրում։ Մի բան ասեմ, աշխարհում միակ պետությունն է, որ պարտված երկրին պարտված նորից ընտրել են։ Եթե պարտվեց, Փաշինյանին ընտրել են, ուրեմն արժանի է, չէ՞։ Հենց այս ընտրությունն էլ կընտրեք։ Ուրեմն արեք, եթե լավն ունեք, փոխարինող դրեք։ Եթե չէ, ես բան չեմ ասում։ Նույնակ ես մեր ազգին են չեմ սիրում, որ թակավորին չեն սիրում։ Ինքը ինձ դուր չի գալի։ Ինքը ինձ սկզբից էլ դուր չի եկել։ Ես չեմ կասկածում, որ կա ինչ-որ բան, ինչի պիտի լինի։ Երկրի ղեկավարը թող ղեկավարի, ոնց ուզում է ղեկավար։ Ես կուզենամ, որ մարդիկ ընդհանրապես ղեկավարին սիրեն, ով ուզում է լինի։